Բարին ընձեզ սիրելիներ, Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի։ Ես խոստացել էի, որ անպայման կընթերցեմ ձեզ համար խաչին նվիրված ներբողի երկրորդ մասը։ Սուրբ Եփրեմ ասորու գրած այս ներբողը բացատրությունը, մեկնությունը շատ շատերին է հետաքրքիր։ Եվ ուղղափառ քրիստոնյաները սիրով են լսում եկեղեցու սրբերին։ Աստծո ճշմարիտ հետևորդները սիրով և ուշադրությամբ են լսում Աստծո ընտրյալ սուրբերին, որովհետև գիտեն, որ նրանք Սուրբ Հոգու բնակարան և տաճար են, որովհետև գիտեն, որ Աստվածային վարդապետությունը տրվեց ընտրյալ սրբերին և նրանց միջոցով ավանդվեց մեզ։ Եվ մենք, Աստծուն փառք, ունենք այդ հնարավորությունը։ Ես կարող եմ ընթերցել, իսկ դուք կարող եք լսել։ Ով ականջ ունի լսելու համար, թող լսի։ Ով կկարողանա, սիրելիներ, արժանավոր խոսքերով արտահայտել անճարելի գանձերի մեծությունը, որ այս պատվական խաչով պարգևվեց մեզ։ Քանզի այսօր կենաց ծառը վերստին ծաղկելով հայտնվեց լուսաբողբոջ շողերով և ամբողջ աշխարհը լուսավորվելով լցվեց ցնծությամբ։ Այսօր Քրիստոսի խաչը բարձունքներից ծագելով լուսավորեց երկինքների ներքո գտնվողներին, բոլորին առաջնորդելով երկրպագելու իրեն։ Այսօր Քրիստոսի խաչը երևալով ամբողջ աշխարհն ազատեց կռապաշտության կապանքներից։ Այսօր լուսող խաչը աստղանման ճառագայթներով փայլելով բարձունքներից լուսավորեց երկնքի ներքո գտնվողներին, թագավորներին հաղթություն շնորհեց։ Ով փրկական խաչ, երկնային պարգևների առիթ, ով կենարար խաչ, ամենայն բարիքի պատճառ։ Խաչը երևաց, բարձրացավ տիեզերքի կենտրոնում և ամբողջ աշխարհն ընթացավ դեպի խաչի լույսը և հավատաց Քրիստոսին։ Խաչը կանգնեց և հեթանոսներն իրենցից մերժեցին անաստված կուռքերի պաշտամունքները և խաչյալին երկրպագեցին։ Խաչը կանգնեց և կռապաշտության ճենճերը մարեց, այսինքն զոհաբերված կենդանու ծուխն ու հոտը։ Խաչը կանգնեց և տիեզերքի 4 ծագերում հիմվեցին ու պայծառացան եկեղեցիները։ Խաչը կանգնեց և առաքյալներին փոխարինողները փայլելով եկեղեցու լուսատուներ երևացին։ Խաչը կանգնեց և երրորդության հավատով պայծառացան աստվածպաշտության քարոզները։ Խաչը երևաց և քրիստոնեության եղջյուրը բարձրացավ։ Խաչը երևաց և բլուրները ցնծություն զգեցան։ Խաչը երևաց և անապատները ծաղկեցին։ Խաչը երևաց և կուսությունը երկնավոր փեսայի փափագով արհամարհեց այս հավիտյանի հեշտությունները։ Սիրելիներ, մի փոքր բացատրություն տամ։ Բլուրները ցնծություն զգեցան և անապատները ծաղկեցին, այսպես է ասում Սուրբ Եփրեմ ասորին։ Սա նկատի ունի ճգնավորներին, անապատականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց անձը նվիրեցին Աստծուն առանձնանալով այս աշխարհից։ Եվ նրանցով ծաղկեցին անապատները, քարանձավները, կիրճերը, որովհետև թողնելով այս աշխարհը առանձնացան և իրենց կյանքը նվիրեցին Աստծուն, աղոթելով ամբողջ աշխարհի համար, և ոչ միայն նրանց համար, ովքեր եղան նրանց ժամանակակիցները, այլ նաև մեզ համար։ Եվ այդպես անապատները, կիրճերը, քարանձավները, ժայռերը ծաղկեցին անապատականներով ու ճգնավորներով։ Շարունակենք։ Խաչը երևաց և քահանայությունը ճոխացավ ու վայելչացավ։ Խաչը երևաց և թագավորները շքեղացած հավատով պսակվեցին։ Խաչը երևաց և կրոնավորները փայլեցին ճգնության բարեպաշտությամբ։ Խաչը երևաց և ավազանի լույսը հոսեց դեպի հավատացյալների սիրտը։ Խաչը երևաց և Ադամը և նրա հետ եղողները վեր թռչելով լուսավորվեցին իմանալի արեգակով, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսով։ Եվ արդ գովասանական ինչպիսի խոսքերով կկարողանանք հյուսել երանավետ այս խաչի զորությունը, որ ամենասուրբ Հոգով փայլում է ընդհանրական եկեղեցու
բոլոր արարածների մեջ։ Արդ խաչով պարծենանք, ինչպես Սուրբ Պողոս առաքյալը, խաչին ապավինենք, ինչպես ավազակը, խարազանազգեստ ու երկնային կենցաղավարությամբ խաչակից լինենք խաչյալին, որպեսզի երբ հարություն առածի հետ հարություն առնենք, թագավորենք անեզրական թագավորության մեջ։ Ով խաչ փրկական ու ամենօրհնյալ, որի վրա աշխարհակեցույց բազուկները տարածվեցին զորությամբ, Աստվածախառն մարմնից հեղված արյամբ ու ջրով, կենագործելով ամեն բան, ազատելու համար ողջ տիեզերքը։ Ով խաչ, ճշմարտապես աստվածային անհաղթելի նշան, որից կախվեց կենաց ողկույզը, կաթեցնելով մեղրաբուխ մանանան, ինչպես մարգարեների մեջ մեծը Մովսեսը կանխապես գոչեց ասելով. «Կտեսնեք ձեր կյանքը փայտից կախված»։ Ով խաչ, ճշմարտապես կյանքին միացած, ճշմարտապես ծառ, որի հովանու ներքո են հանգչում լուսերամ և երկնային թռչունները, արդարների և գերաշխարհիկ սուրբերի դասերը, ըստ այն խոսքի, թե այն կենաց փայտ է բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա և ովքեր հաստատուն կերպով հենվում են նրան, ինչպես Տիրոջը, գրված է առակաց գրքում։ Եվ արդ սիրելիներ, ով կկարողանա պատմել խաչի զորությունը, քանզի աշխարհից վեր են կենարար ու աստվածընկալ խաչի զորության գովքի խոսքերը։ Խաչը լույսի ճառագայթ խավարի մեջ, խաչը արդարների երանություն, խաչը առաքյալների զենք, խաչը մարգարեների լրում, խաչը մարտիրոսների պսակ, խաչը վհատվածների հաստատություն, խաչը անհույսների հույս, խաչը սգավորների մխիթարություն, խաչը ճգնավորների ժուշկալություն, խաչը գերվածների փրկություն, խաչը ապաշխարողների թողություն, խաչը մոլորվածների ճանապարհ և ճշմարտություն, խաչը անխզելի արմատ ուղղափառ հավատի, նրանով աճածների ու վերին աշխարհում պտղաբերելու համար ծաղկածների, խաչը զորության գավազան և արդարության զենք բոլոր նրանց համար, ովքեր երկրպագում են ողջ տիեզերքում խաչվածին, անմեղ գառին, որ իր վրա վերցրեց աշխարհի մեղքը, խաչը լուսարմատ տունկին որդեգրության դրախտ և արդարությանը ծարավածների գովարար աղբյուր։ Այս աղբյուրից խմեցին առաքյալների դասերը և եղան աշխարհի լուսավորիչներ, նմանվելով անճարելի լույսին աստվածախառն մարմնի միջոցով, ըստ այն խոսքի, թե նրա նման կլինենք, ասում է Հովհաննես առաքյալը։ Այս աղբյուրից խմեցին մարտիրոսների դասերը և խաչով ու չարչարանքներով խաչվածի հետևորդներ եղան հանդերձյալ փառքի համար, որ հայտնվելու է մեզ։ Այս աղբյուրից խմեցին նաև կրոնավորների դասերը և այս կյանքի անցողիկ ծաղիկները, փայլերը կամ վաղորդայնի ցողը արհամարելով հրաժարվեցին մարմնավոր տենչանքներից և բազմափայլ առաքինություններով հրեշտակակրոն երկնային կենցաղավարությամբ ապրելով հաճելի եղան բոլորի Արարչին Աստծուն։ Ով երանելի և անշարժ մեծություն, որ ամենազոր այս խաչից է, խաչի միջոցով հոգում որքան հորդափայլ պարգևներ սփռվեցին մեր սրտերում, խաչի միջոցով անմահություն ծաղկեց, խաչի միջոցով անմահություն պարգևվեց, խաչի միջոցով այս աշխարհի իշխանը դուրս նետվեց, խաչի միջոցով դժոխքը լուծարվեց, խաչի միջոցով մեր հին մարդը խաչակից եղավ նոր երկնավոր մարդուն, խաչի միջոցով Եվան ազատվեց երկունքից, խաչի միջոցով դրախտը բացվեց, խաչի միջոցով մեր հողածին բնությունը աստվածայինին խառնվեց, խաչի միջոցով հրեշտակները մարդկանց երանի տվեցին, խաչի միջոցով երկիրը երկինք դարձավ և խաչի միջոցով մահկանացու մարդը բոլոր արարածների վրա Աստված անվանվեց, այլ նաև երկրորդ
փառավորյալ Աստվածապես գալստյան ժամանակ, երբ պիտի գա դատելու ողջերին ու մեռածներին, հրեշտակապետի փողագոչ ձայնից հետո խաչով պիտի գա փառքի թագավորը, զարմանալի ու հրաշալի լույսով փայլելով բարձունքներից։ Եվ գերեզմանից արթնածները շողարցակ ու լուսազարդ խաչով պիտի տեսնեն միացնի Աստվածության փառքը։ Եվ նույն իմանալի եւ անհաստ լույսով գերազանցյալ խաչի միջոցով արդարներն ու հավատարիմները կվայելեն մշտնջենավոր կյանքի փառքի մեջ միասնական եւ համապսակ երորդության հորդահոս ու անսպար լույսով, որին հավետ եւ հիրավի վայելում է փառք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահա շատ սիրելի քրիստոնյաներ, Սուրբ խաչին նվիրված ներբողի երկրորդ մասը։ Ավարտվեց խաչին նվիրված այս ճառը, այս մեկնությունը, այս ներբողը, բայց այն թող լինի մեր սրտերի մեջ։ Թող միշտ հիշենք այս խոսքերը։ Թող Սուրբ խաչի նշանը միշտ մեզ հետ լինի։ Խաչակնքվենք առավոտյան, խաչակնքվենք աղոթելուց առաջ եւ հետո, ընթացքում։ Խաչակնքվենք կերակուր ճաշակելիս եւ մաքրենք մեր կերակուրը խաչի նշանով։ Թող որ խաչը մեզ համար փրկության այդ ծառը լինի։ Թող որ խաչը մեզ համար զենք լինի դիվային աշխարհի դեմ։ Թող որ խաչը մեզ համար փրկության լույսը լինի։ Թող որ խաչը մեզ համար որպես փրկության հույս լինի, որովհետև խաչյալն ու խաչը իրարից առանձին չեն, որովհետև խաչի զորությունը հենց խաչյալն է։ Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի, Սուրբ խաչի նշանով պահպանված լինեք երևելի եւ աներևույթ բոլոր թշնամիներից։ Թող որ Սուրբ խաչի զորությունը միշտ մեզ հետ լինի, մեր ընտանիքների վրա լինի։ Այսուհետև կրեք Սուրբ խաչը ձեր պարանոցին, իմանալով Սուրբ խաչի խորհուրդը, հիշելով այս ներբողի խոսքերը։ Պատկերացնում եք, թե ինչպիսի զորություն է կրում ձեր պարանոցին։ Խաչը ունի այդ զորությունը, բայց հարկավոր է հավատ ունենալ, հարկավոր է հավատալ դրան, հարկավոր է հասկանալ, որ մինչև մենք չհավատանք, մինչև հավատով չմոտենանք այս ամենին, կարող ենք ամբողջ կյանքում կույր մնալ եւ չտեսնել Սուրբ խաչի զորությունը։ Խաչի թշնամիները հայհոյում են Սուրբ խաչը։ Խաչի թշնամիները, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչի թշնամիները, ինչպես առաքյալն է ասում, համարվում են այն որպես մահվան գործիք, անեծքի գործիք, հայհոյում են, անարգում են, բայց ինչպես խաչյալն էր այն ժամանակ տգեղ երևում, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, այժմ էլ խաչն է տգեղ երևում շատերի համար, բայց այն սոսկալի օրը, երբ Տեր Հիսուս Քրիստոսը կգա իր ամբողջ փառքով ու զորությամբ, նրա առջևից Սուրբ խաչը կերևա բոլոր մարդկանց, եւ այն ժամանակ մարդկային ցեղը պիտի ողբա եւ ծեծի իր կուրծքը, որ անարգեց Սուրբ խաչը։ Իսկ մենք խաչի հետևորդներս, մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդները, մենք որ սիրում ենք Սուրբ խաչը, միշտ կրենք այն մեր պարանոցին։ Մեր երեսը, մեր մարմինը խաչակնքենք Սուրբ խաչի նշանով երորդության անվամբ եւ հիշենք, որ սրանով մենք պաշտպանված ենք չարի ներգործություններից ու մեքենայություններից, խաչը տրվեց մեզ որպես հզոր զենք ընդդեմ դիվային աշխարհի։ Փառք Աստվածընկալ Սուրբ խաչին, փառք խաչյալին, փառք ամենասուրբ երորդությանը։ Աստված օրհնի բոլորիդ։